կհամաձայնեն վերադառնալ միայն այն պայմաններում, ինչ պայմաններով որ ապրում էին մինչև այդ։ Լենան ուզում է վերադառնալ Արցախ ու նորից նույն ձևով ապրել այնտեղ, անկախ հայ զինվորականներով պաշտպանված ու մշակույթով զարգացած։ Այդ վերադարձը միայն հավաքական կերպով է պատկերացնում, այլ սցենար հնարավոր չի համարում։ Վերադարձը պետք է միանշանակ լինի հավաքական, այսինքն այլ ուրիշ վերադարձ ես չեմ դիտարկում։ Ինտեգրումը դա վերադարձ չէ, դա արդեն լրիվ ուրիշ խաղ է։ Genesis Armenia-ի կլոր սեղան քննարկմանն արցախցի երիտասարդները հավաքական վերադարձի նախապայմաններից էին խոսում։ Ինչն է կաշկանդում եւ ինչն է ստիպում վերադառնալ Արցախ։ Մեր հայրենիքը, մեր տները այնտեղ բոլորիս են սպասում եւ այս վերադարձը մեզ համար ընդունելի կլինի այն դեպքում, երբ որ կլինեն այն պայմանները, որոնք որ կային, այսինքն մեզ համար ընդունելի չի որևէ վերադարձ Ադրբեջանի կազմ։ Արցախ վերադառնալը պարտադիր է համարում քննարկման մասնակիցներից Արաքսիա Բեգլարյանը, բայց նշում է, այն չի լինելու վաղը կամ հաջորդ տարի։ Սերմերն ամեն օր պետք է ցանել, որ գոնե 10 տարի հետո հավաքելու բան ունենանք, թե դիվանագիտական դաշտում, թե անվտանգային։ Ես գիտակցում եմ այն, որ առանց պայքարի մենք չենք կարող հաջողության հասնել, հետ վերադառնանք Արցախ։ Արցախ վերադարձը քննարկելի է միայն հավաքական եղանակով, նշում են արցախցիները։ Ինչպես դուրս են եկել, այդպես էլ պետք է վերադառնան։ Արմեն Սարգսյանի խոսքով Հայաստանի օր-օրի սրվող ներքաղաքական կյանքը, տարածաշրջանային զարգացումները նոր խոչընդոտներ են ստեղծում Արցախ վերադարձի համար, ավելի բարդացնելով վիճակը։ Կա վերադարձի համար եւ ռեալ ճանապարհ, եւ կա նաեւ շատ մեծ դժվարություններ։ Ու քանի գնում այդ դժվարությունները կարելի է ասել տարածաշրջանային եւ համաշխարհային քաղաքականության մեջ ավելի է դժվարանում։ Նանա Արստամյանը հավատալով հավաքական վերադարձին, առաջ է քաշում իր համար ամենակարևոր հարցը։ Արցախում պետք է անվտանգային կայուն վիճակ լինի։ Ես չեմ վերադառնա, եթե պայման լինի ապրելու Ադրբեջանի կազմում, քանի որ հասարակ անձի անվտանգություն չի լինի բնականաբար, եւ կցանկանայի վերադառնալ միայն այն դեպքում, եթե լինի որևիցե միջազգային կառույցի, օրինակ ՄԱԿ-ի կամ այլ կառույցի խաղաղապահ ուժերը, որպեսզի իմանանք, որ այնտեղ ունենք անվտանգություն եւ կարող ենք հանգիստ ապրել։ Այս երիտասարդներն իրենց ընկերների հետ հաճախ են բանավիճում։ Հիմա արժե, հիմա պետք է խոսել հավաքական վերադարձի մասին։ Ասում են միշտ խումբը երկու մասի է բաժանվում։ Մեկն անիրատեսական է համարում, մյուսն անհրաժեշտ։ Հավաքական վերադարձը կարող է այսօր շատերի համար երազանք լինել, բայց առանց որևէ քայլի երազանքներն իրականություն չեն դառնում։ Լենա Խաչատրյանը կարևորում է Հայաստանում գործող Արցախի խորհրդարանի դերը։ Նշում է, արցախցիներին պետք է միավորեն նրանք նույն գաղափարի համար։ Հավաքական վերադարձի իրավունքը որպեսզի շոշափելի դառնա եւ մարդիկ սկսեն հավատալ ու գործել այդ ուղղությամբ, այս ներկա ստեղծված իրավիճակում հասկանալով ու հաշվի առնելով բոլոր հանգամանքները, պետք է այնուամենայնիվ փորձեն արցախցիները առաջին համախմբվել, ստեղծել ինչ-որ մի մարմին, որի շուրջ ունենք իշխանություն Արցախի կառավարությունն ասելով ազգային ժողովը, պետք է իրենք էլ փորձեն ավելի շատ աշխատել արցախցիներին համախմբված պահելու առումով։ Արցախ հավաքական վերադարձի մասին Genesis Armenia-ի քննարկումները շարունակական են։ Ամեն հանդիպումից հետո մասնակիցների խելամիտ առաջարկները տեղ են գտնում ռազմավարության մեջ։ Այն մշակման փուլում է։ Անի Աբախյան, Սեդա Մակարյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։